Բարի երեկո ներսի մարդիկ, եթերում ներսարի գիշերային ամենատակ ու ամենաներսային շոուն է։ Այս գիշեր ներսարիում տունը կրկին գաղափար է, իսկ գաղափարը դիզայն։ Նրա հյուրն է տուն տեղի հեղինակը, Կարեն Գրիգորյանը։ Իսկ ով է նա։ Նա է, ով իր տուն տեղը կամաց սարքում է։ Նա իմացակ, Ներսես Ավետիսյանն է։ Դիմավորեք, Ներսարի։ Բարի երեկո սիրելի մարդիկ, բարի գալուստ Ներսարի։ Ես կարծում եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե ինչ մեծ երջանկություն է, երբ տանդ դուռը բացում ես ու քեզ շատ ցանկալի մարդկանց ասում ես Ներսարի։ Սա հենց գաղափարն է։ Ու մարդ միշտ երազում է իր տան մասին։ Վերջում գտնում ես այն, սկզբի խնդիրը միշտ նույնն է։ Դու մտքումդ ապրում ես կատարյալ տանը, մեծ պատուհաններ, արև, ճիշտ գույներ։ Հետո գալիս է վերանորոգումը ու հասկանում ես, որ կատարյալ տունը կա, կատարյալ գումարը ոչ այնքան։ Ես էլ եմ անցել այդ ճանապարհով ու դեռ անցնում եմ ու այս անկյունը տեղն է։ Այս լուսամփոփը հենց այն է, ինչ որ պիտի լիներ։ Դրան գույնը մեր գույնն է։ Բայց հաճույքը հենց սրա մեջ է, ժողովուրդ։ Նախագծել է հետաքրքիր խաղ, իրագործել է մի քիչ ծանր մարզաձև։ Վերջում ստացվող ձեր դարձած վայրը այն էներգիան, որ ուրիշտեղ հաստատ չեք գտնի։ Առաջին տունը, առաջին ներկա, առաջին վեճը, բաց գույն թե մուգ, առաջին վայտես ինչ լավ է նստել պահը ու դու հասկանում ես տունը պատերով չի, այն մարդկանց էներգիայով է, որ ապրում են ներկան։ Այսօր խոսելու ենք այս տեսանելի երազի մասին։ Իսկ հիմա ներսում լավ տրամադրություն է եւ մեր բենդը ներսում է, ողջուն ենք Rootline and Friends տղեկ, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք, հիմա V&M բար գնալու ժամանակն է, գնացին։ Դեզ ես ասեմ, որ տունը նաև համ ունի և այսօրվա համը փոքրինչ փայտային, մի քիչ արև, մի քիչ տնական քաղցրություն կունենա, կոկտեյլ, որը մենք անվանել ենք առաջին տուն։ Դուք արդեն վստահ եմ հիշում եք այս Easy Mix կոկտեյլները V&M կոնյակի հիմքով, որոնք ես միշտ պատրաստում եմ, որպեսզի դուք էլ կարողանաք հենց հիմա տանը Ներսարին դիտելիս ձեր սեղանակիցների հետ միասին պատրաստել տանը ու վայելել այն։ Սկզբի համար կավելացնենք 45 մլ V&M 7 տարեկան, ես ավելացնում եմ 2-ը, որովհետև հյուրիս հետ միասին պիտի այն վայելենք։ Հետո 15 մլ ավելացնում ենք maple syrup կամ շաքարաջուր, ինչպես կուզեք անվանեք դրան։ Ես կավելացնեմ 30-ը։ Հետո հերթը հասնում է ուրեմն ապերոլի հերթն է, ժողովուրդ հաջորդը։ Կամ նարնջի լիկյոր, ինչպես կուզեք այն անվանեք։ Մի քիչ սառույց ու խառնում ենք վերջում։ Բայց ես ուզում եմ վերջում նաև անպայման ավելացնել այս մանգոյի թանձրուկից, որը V&M-ի հետ ուղղակի ֆանտաստիկ համադրություն է, վստահեցնում եմ ձեզ։ Ահա, տեսնենք ինչ դուրս կգա վերջում։ Նաև բաժակների մեջ մի քիչ սառույց։ Եվ նոր միայն վերջում կլցնենք վրան։ Ինձ թվում է ֆանտաստիկ է լինելու։ Ու դե ամենավերջում էլ ավելացնում ենք Արմենիա վայնի փրփրունը։ Քաղցրաթթու մի հրաշալի բան պիտի ստանանք վստահ եմ։
Wow. Ես պատրաստ եմ կարճ դադար, որից հետո ներսը կշարունակենք։ Վերադարձանք մեր գիշերային ամենատաքուկ ու բովանդակ ներսը։ Ներսարին էլ տան ու ջերմության մասին է։ Այս գիշեր ներսում տուն տեղի հեղինակ Կարեն Գրիգորյանն է։ Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ գրկին Ամեն իջնող երեկո նորից թողվարվեն լույսերը ու փակվեն քո տարապած ու կարող գրկին Քեզ նվիրելով ողջ իմ սերը Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ գրկին Ամեն իջնող երեկո նորից թողվարվեն լույսերը ու պարվեն քո տարապած ու կարող գրկին Քեզ նվիրելով ողջ իմ սերը Մենք վերադարձանք եւ շարունակում ենք Ներսարին ու Ներսարին էլ տան ու հաճույքի մասին է իմ այս տունտեղը շատ հյուրընկալ է ու վստահ եմ որ հյուրերը այն շատ են սիրում իսկ հիմա նոր հյուրի մասին իդեպ նա առաջին անգամ է ներս գալու նա տասնյակ տների պատմություն է տվել էկրանին ու շատերին օգնել գործնական լուծումներով Կարեն Գրիգորյան տունտեղ Ներսարի Վարդերի բույրը ինձ տվի ու շութերով ադին զայրով սրտից ուրագեցուցի Կանանման արևածով վարդերի բույրը ինձ տվի ու շութերով ադին զայրով սրտից ուրագեցուցի Կարեն բարի երեկո բարի գալուց ներս շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում առաջին անգամ ու շնորհակալ եմ որ այստեղ ես Իհարկե, քանի որ առիթը շատ կարևոր է եւ որոշեցինք անպայման քեզ հետ կիսել Շատ ուրախ եմ մեծ սիրով Տունտեղ հերոսանախագծի 10-րդ օբելյանական եթերաշրջանի ամյակն է Վաու Ու այդ հեսա մի հատ էլ կվառենք մի հատ էլ դու կփչես Կարեն ստում ես տենց շատ էգոիստաբար փչեցի մեր մոմը Կավարտենք դրանով հաղորդումը լավ մոմը փչելով Կարեն ամենասկզբում հա երբ սկսեցիք տուն տեղը այ որն էր առանցքային գաղափարը ուսուցանել ոգեշնչել թե չգիտեմ օրինակ լուծումներ առաջարկել մարդկանց իրենց տան վերանորոգման ճանապարհին հեշտացնել մարդկանց կյանքը ինչն էր առաջինը որ ուզում էիր փոխանցել մարդկանց Տես 2018-ից ենք սկսել նախագիծը նպատակը այն էր որ հեռուստատեսային ձևաչափով ներկայացնենք վերանորոգման ողջ փուլերը Այսինքն այն ամենակեղտոտ, sense դժվար փուլերից մինչև ամենագեղեցիկ կահավորման եւ ձևավորման եւ առաջից եթերաշրջանից մեծ հաջողություն ունեցավ նախագիծը, որովհետեւ մեծ հետաքրքրություն ուներ հեռուստադիտողների շրջանակում։ Շարունակեցինք ու ամեն եթերաշրջան ինչ որ նոր հետաքրքիր այսպես էպիզոդներ ենք ավելացնում հանդիպումներ դիզայներների հետ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Հրաշալի։ Ու այսինքն այս 7 տարի փաստորեն դուք այս ճանապարհին եք Որն է ամենաառանցքային կետը քեզ ամեն դեպքում ես 7 տարի անց մարդիկ ինչի համար են քեզ դիմում Նայեք ես այնքան ուրախ եմ որ դրսում երբ հանդիպում ենք շատերը ասում են այ տունտեղի ժամանակ եմ սովորել չգիտեմ ճիշտ ներկել հատակը կամ պատերը ինչ-որ բաներ որոնք երբևիցե իրենց պրակտիկայում չեն հանդիպել եւ հեռուստատեսությամբ էլ շատ հաճախ նման երևույթների մասին չեն խոսում այնպես որ կարծում եմ շատերին սովորեցրել ենք իրենց տունը վերանորոգել գեղեցկացնել Եվ առասարակ դիզայնի հա ճիշտ ու գրագետ լուծումներ ունենալ։ Հրաշալի։ Լավ, ոնց ես ընտրում են մարդկանց հյուրերին, ինչն է առաջինը քեզ համար։ Տանն ես նայում, լույս տարածք մարդկանց կերպարներին։ Բարդ հարց ես տալի, որովհետև իրականում մենակ ես չեմ ընտրում, այլ մեր խումբը միասին ենք ընտրում շատ հաճախ նախագծերը, հաշվի են կառնում շատ բաներ։ Ամենա երևի կարևորը ցանկությունը, որքան շատ է մարդ ուզում գեղեցիկ միջավայր ունենալ։ Եվ իրականում ունի մեր օգնության կարիքը, թե պարզապես այսպես դիմում է մեզ, որովհետև դա տրենդային է այսօր։ Շատ լավ, գանք նորից 10-րդ եթերաշրջանի թեմային, որովհետև 10 եթերաշրջան լինել այստեղ բավականին բարդ է ու անել
այս ամենը, բայց 10-րդում ինչ որ բան, ինչ որ թարմացումներ տեղի ունենում են, չգիտեմ։ Այո, այս անգամ տեղանք պատմություններ, նյութեր, էկոշինարարություն, ամենօր ինչ որ նոր բան է առաջ գալիս մեր կյանք։ նայեք, այսօր նորույթ ունենք, 10-րդ եթերաշրջան ունենալու ենք վերանորոգվող բնակարան ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ֆրանսիայում, Փարիզում, եւ միաժամանակ ցուցադրելու ենք եւ Հայաստանի իրավիճակը եւ Փարիզի իրավիճակը, որովհետեւ համեմատության արդյունքում է շատ հաճախ երևում այդ ահռելի մեծ տարբերությունը վարպետների որակի եւ այլն։ Մի փոքր այս մարտահրավեր է։ Ինտերվալը շատ մեծ է, Փարիզ, այո, Փարիզ, Երևան, անընդհատ իրական ժամանակով ցույց ենք տալու վերանորոգման փուլերը, որպեսզի հասկանանք նույն օրինակ աշխատանքները Փարիզի վարպետները ինչ ձև կատարեցին եւ ինչ ժամկետներում եւ քանի հազար եվրոյով։ Այո, եւ ինչ արժեքով եւ Հայաստանում։ Եվ արդյունքն էլ իհարկե եւ քանի միլիոն եվրոյով կանեն Երևանում վարպետները դրա մասին են խոսում կանեն կարևորը նույն աշխատանքը։ Կարեն, բայց այս տարիների ընթացքում արդեն որ դու համեմատականներ ես ստանում, որոնք են ամենակարմիր կետերը, որ առանձնանում են հայկական շուկայում վերանորոգման եւ միջազգային։ Կարմիր կետերը նախ կարծում ամենամեծ խնդիրը Հայաստանում լավ վարպետների հարցն է, որովհետեւ գրեթե բոլորը մի քանի անգամ ինչ որ վերանորոգման փորձ ունենալուց հետո իրենց սկզբից հրճակում են վարպետ, ինչը իրականում այդպես չէ, օրինակ նույն Փարիզում գիտեմ, որ կա համալսարանում հատուկ ֆակուլտետ, հա, վերանորոգման հետ կապված, ինչը շատ այսպես մասնագիտացված ուղղություն է եւ շատ լուրջ են վերաբերում այս ամենին։ Իսկ Հայաստանում ուղղակի այնպես որ աշխատանք անեն եւ արագ ժամկետում այդպես կորչեն եւ երբեք չհանդիպեն պատվիրատուին։ Հիմնականում սա է։ Լավ, 10 Քանի առիթը կա, ուզում եմ ջեր ողջունեմ մեր այս տարիների ընթացքում մեր բոլոր վարպետներին, որոնք կարծում եմ գրեթե բոլորը, հա, գրեթե մեծ մասը տանել չի կարողանում, ջեր ողջունում եմ ձեզ։ շատ լավն է։ Գրեթե բոլոր մեծ մասը մի քանիսը երևի տանել չի կարողանում։ լոյալ են վերաբերվում, բայց մեծ հաշվով շատերը տանել չեն կարողանում, որովհետև ես շատ խստապահանջ եմ եղել նրանց հետ։ Այնպես որ ջեր ողջունում եմ։ Ի վերջո ձեզ շնորհիվ է նաև որ այս եթերաշրջանները հետաքրքիր են մեր հեռուստադիտողների համար, որովհետև այն ամեն ինչ կատարում է մենք իսկապես շատ անկեղծ ցուցադրում ենք, հա, թե մեր ձախողումները եթերում դրանք եւս տեսնում են մարդիկ։ Միանշանակ եւ եղել են ունեցել ենք երկու եթերաշրջան եւ ժամկետների մեջ չենք տեղավորվել եւ արդյունքը ցույց չենք տվել։ Եղել է եթերաշրջան, որ առհասարակ տեղյակ չենք վերջում ինչ եղավ այդ տան հետ, որովհետեւ թե տանտերը, թե վարպետները անհետացան, այնպես որ նման երևույթներ նույնպես կան։ Չնախատեսված երևույթներ։ Տարբեր մարդկանց եք հանդիպել վստահ եմ 10 եթերաշրջանների ընթացքում դուք ունեք տարբեր բիզնես գործընկերներ, ինձ հետաքրքիր է ինչ մարտահրավերներ են եղել սեզոն առ սեզոն, հա, որ ասել եք սրանից են կողմ էլ բան չի կարա մեր հետ տեղի ունենա, բայց եկել ու բախվել եք նման խնդրի օրինակ։ Նայեք, մենք տունտեղը սկսեցինք այն շրջանում, երբ իսկապես այդ մեծ զարգացումներ Հայաստանում ապրում բումներ, այսպես ասած, կառուցապատման, շինարարության Հիմա արդեն նկատում ենք, որ մի տեսակ այդ բումը անկում է ապրում, եւ սա տրամաբանական է բնականաբար, թե պետք կան շենքեր, որ դեռ կառուցվում են եւ ընթացքի մեջ են, բայց կարծում եմ հիմա մարդիկ արդեն ուշադրություն են դարձնում ոչ միայն ցածր արժեքին, այլ իսկապես որակին, հետևում են կառուցապատողի պատմությանը եւ ընտրում են միայն այնպիսի վստահելի գործընկեր, որ իսկապես հա վերջում գոնե բնակարանը կհանձնի տիրոջը, որովհետեւ շատ հաճախ այս տարիների ընթացքում մենք շատ նամակներ ենք ստանում հենց այս թեմայի շուրջ, որ այս կամ այն կառուցապատողը խափել է եւ այլն շատ հաճախ նման դեպքեր եք տեսնում, այո, ցավոք սրտի։ Լավ, դու շինարարության ոլորտում, վերանորոգման ոլորտում որպես վարպետ, գուրու, կարող ինչ կասես, 3 սխալ որ մարդիկ ամենաշատն են թույլ տալիս այստեղ։ Առաջինը որ նրանք կարծում են որ նրանք ամեն ինչ գիտեն, երկրորդը հետեւում է նաեւ առաջինից որ դիզայների օգնության չեն դիմում, եւ երրորդը կարծում եմ նաեւ որ շատ հաճախ իրենց նախագծերը այսպես նախագծման փուլում սկսում են այլ նախագծերից ոգեշնչվել, Pinterest-ից օրինակ վերցնել եւ կրկնօրինակել, որովհետեւ կարծում եմ պետք է հաշվարկել առհասարակ քո առօրյան, հա, եւ նաեւ քո տարածքը, որում պետք է իրականացնես այս նախագիծը, համապատասխանում է այս ամենը ինչ ուզում ես, հա, կտեղավորվի կամ այդ տարբեր գեղեցիկ իրերը միասին կաշխատեն, թե ոչ։ Միաժամանակ։ Այո, մեկ տեղում։ Այս մտածողությունը պահպանելով հարցաշարի, պատկերացրու մարդիկ ունեն գումարը չի երիքում ու երկու բան որ պետք է անել առաջնահերթ եւ երկու բան որը կթողնեիր ամենավերջում փող ծախսելուց։ Դե ամենակարևորը կարծում եմ առաջնային փուլերում օդափոխության եւ ջեռուցման համակարգերն են, որ պետք է հաշվի առնել, որովհետեւ Հայաստանում մի տեսակ սա մնում է վերանորոգումից հետո, ինչը շատ տարօրինակ է,
Իսկ այն ամեն ինչ կթողեի վերջում, այ կթողնեի վերջում երևի թե գորգի ընտրությունը, որովհետև շատ հաճախ գորգը երբ ընտրում ես, վերջում առհասարակ չի աշխատում այն ամենի հետ ինչ ունես, այնպես որ շատ Լավա վերջում, հա։ Հա, գորգը թող մնա վերջում, գորգերը եւ բարձերը թող վերջում մնան։ Դրանք կարելի է շատ հաճախակի փոփոխել եւ թարմացնել ինտերիերը։ Ինձ նաև շատ հետաքրքիր է թե ըստ քեզ որն է հայկական ինտերիերի ջերմության գաղտնիքը, հա, որտեղ մենք առանձնապես որպես այդպեսին հստակ ուղղություն չունենք, բայց կա մի հատ այդպես հայկական տան ջերմությունն ասված։ Շատ համաձայն եմ քեզ հետ, որ մենք չունենք հստակ հայկական դիզայն, ինչն էլ մենք փորձում ենք նաև տունտեղի միջոցով հասկանալ ի վերջո որն է հայկական դիզայնը։ Իհարկե կան գաղափարներ, կան տարբերակներ, որ փորձում ենք, հա, այսպես ասոցացնել հայկականի հետ, բայց այնուամենայնիվ դեռևս չունենք հստակ ոչ։ Իսկ այն ինչ որ կապված է հայկական դիզայն ասվածի հետ, որ միանշանակ ես ասոցիատիվ էմոցիոնալ կապ եմ տեսնում, սա երևի տուֆի օգտագործումն է կիրառումն է ինտերիերներում, ոչ թե էքստերիերներում, այլ ինտերիերներում, եւ ինչու ոչ նաեւ ինչ որ կավե սպասք եւ նման ինչ որ հետաքրքիր բաներ, որոնք կարող են նաեւ անտիկ լինել, կարող են նաեւ նոր լինել ամեն դեպքում մոտեցնեն հայկական կենցաղավարությանը, այո, հա։ այո։ Ինչ որ առումով։ Լավ, գնանք մեկ ուրիշ աշխարհ Կարեն, մենք դեռ կվերադառնանք տունտեղին ու իմ հարցերին։ Ես ուզում եմ խոսենք քո անձնական ստեղծագործական աշխարհից նաեւ, որտեղ դու շատ երգերի հեղինակ ես, գիտեմ որ 100-ից ավել երգերի հեղինակ ես ու նաեւ գիտեմ որ դու կարիերան սկսել ես հենց որպես երգահան, եթե չեմ սխալվում։ Այո։ Ինչպես պատմիր ես ամեն ինչի մասին, որտեղ շատ տարբեր աշխարհներ են, հա, ինտերվալը մեծ է, շատ երկաշխարհից դեպի շինարարություն։ Ես մինչ այսօր եմ ստեղծագործում, վերջի նոր ստեղծագործություններ թար որ ունենք, Շուշան Պետրոսյանի համար ունենք հետաքրքիր երգ եւ ունենք նոր երգ Էռնա Յուզբաշյանի համար գրված ջազային ստեղծագործություն, որ կարող եք համացանցում փնտրել եւ լսել, իսկ երաժշտության անցած ճանապարհը կարծում եմ ինչ որ հաճելի պատմություն էր, որ թողել եմ անցյալում, չեմ կարծում թե երբևիցե կրկին այդպես ակտիվ գործունեություն կունենամ երաժշտական ոլորտում, բայց այն ինչով ես զբաղվում եմ կրկին ստեղծագործական է եւ շատ հաճելի է, որովհետեւ հեռուստատեսությունը գիտես, դա միաձուլվածք է, հա, տարբեր այսպես հետաքրքիր աշխարհներ։ Այո, աշխարհների։ Բայց չգիտեմ, համեմատականներ տարել ես հետ քո նախորդ մասնագիտության հետ, այս դեպքում եթե ճակերտավոր ասենք նախորդ այն ինչ որ հիմա անում ես, չգիտեմ, մաթեմատիկան նույնն է, երգի բանաձևի ու տունը ոտքի հանելու բանաձևի։ Գծեր տարել ես։ Դե իհարկե, որովհետև երաժշտությունը սա լրիվ էմոցիոնալ աշխարհ է, շինարարությունը շատ հաշվարկային է եւ շինարարության ժամանակ բավականին պետք է խստապահանջ լինես, ինչը բնականաբար երաժշտության աշխարհի մարդկանց հետ դու էլ երգիչ ես ստեղծագործող, գիտես, չես կարող այդպես վերաբերմունք պահանջել, ամբիցիաները արագ։ Այո, պետք է շատ ավելի այսպես մեղմ լինես, համոզես, որպեսզի միասին հրաշք ստեղծեք։ Թեպետ երկուսն էլ հրաշք են, որտեղ ի վերջո գեղեցիկ ենք ստեղծում։ Հրաշալի։ Տունտեղից դուրս հայկական որ քաղաքն է քեզ դիզայնի համար ամենաոգեշնչողը եւ ինչու։ Նայում ես ասում ես։ Ես շատ ոգեշնչված եմ Լոնդոնից, որովհետեւ բավականին երկար նաեւ բնակություն եմ ունեցել, հա, ապրել եմ Լոնդոնում, սովորել եմ եւ ինչ էի շատ սիրում, որ համ գեղեցիկ էր եւ միաժամանակ նաեւ շատ ֆունկցիոնալ էր ապրելու համար, այսինքն շատ հարմար քաղաք էր ապրելու համար իր թե տրանսպորտային լուծումներով, թե ամեն ինչով, այսինքն կարելի է ուղարկի ապրել եւ չզգալ, հա, որ մեծ մեգապոլիսում ես ապրում։ Սա շատ կարեւոր է, իսկ օրինակ Երևանում այսօր դեպետ Երևան շատ մեծ քաղաք չէ, բայց ամեն օր խցանումները եւ խնդիրները միշտ հիշեցնում են, որ դու քաղաքում ես ապրում։ Ամեն ժամյա խցանումները, ցավոք սրտի այլևս ոչ կոնկրետ ժամերի։ Կարեն, չէ, ես ուզում եի, բայց քեզնից լսել հայկական քաղաքի մասին։ Հայկական քաղաք։ Հայկական, որ քաղաքն է քեզ Գյումրի, շատ։ Գյումրի շատ եմ սիրում, կարծում եմ իսկապես այն քաղաքներից մեկն է, որ նույնիսկ մի քանի ժամ, հա, 2 ժամ մաքսիմում հայտնվում ես այնտեղ, 2 ժամից եւ տպավորություն է, որ լրիվ ուրիշ աշխարհում ես հայտնվել։ Լրիվ ուրիշ կոլորիտով։ Այո, ուրիշ կոլորիտ, ուրիշ մարդիկ, ուրիշ աուրա։ Պատմություն ամենտեղ, շատ հետաքրքիր է։ Այ օրինակ քեզ նյարդայնացնում են նման բաներ, օրինակ ես մտածում եմ դու ավելի կպած ես ամեն ինչին քաղաքային պատկերի իմաստով, հա, երբ չկա քաղաքային էլի տրամաբանություն, մտածողություն, կոնկրետ շինարարական ոչ, թեկուզ գոնե այս նոր շերքերը, որոնք կառուցվում են, գոնե դրանք լինեին ինչ որ մի հստակ լոգիկայի մեջ բոլորը միասին։ Ներսես, ես վստահ եմ, որ Երևանի, եթե Երևանի մասին ենք խոսում, Երևանը հիմա կայացման փուլում է դեռ
ես չեմ շտապում դեռ ինչ-որ կարծիք հայտնել վերջնական, որովհետև շատ քաղաքներ կային, որ իրոք այդ փուլում, երբ որ իրանք վերափոխվում էին, մեծ քննադատության էին արժանանում, չմոռանանք, որ նույն Էֆելյան աշտարակն էլ, հա, իր ստեղծումից հետո բոլոր փարիզեցիների, այսպես ամենատգեղ աշտարակն էր համարվում, որը հետո դարձավ աշխարհի ամենագեղեցիկ աշտարակներից մեկը, այնպես որ եկեք սպասենք, տեսնենք ի վերջո ինչ է դառնալու քաղաքը։ Այսինքն դու վերլուծում ես, որ մենք դեռ ընթացքային փուլում ենք, այո, միանշանակ ընթացքի մեջ ենք, տեսնենք վերջում ինչ է դառնալու, կարծում եմ դեռ ժամանակ կլինի սխալները ուղղել, եթե հնարավոր կլինի, որովհետև բայց ամեն նոր շենքը կապ չունի նախորդի հետ, այդ խնդիր չի արդյոք, որ ընդհանուր մտածողության մեջ հետո կարծում եմ ժամանակակից բոլոր քաղաքներն էլ ունեն այս հարցը, հա, յուրաքանչյուր շենք փորձում է յուրովի ինչ-որ օրինակ ճարտարապետական լուծումներ տալ իր շենքին, որ տարբերվի, ինչն էլ բնականաբար, հա, այսպես գիծը կորում է։ Բայց եթե իսկապես խոսենք հին Երևանի մասին, ես շատ կցանկանայի, որ հին Երևանը մնար ինչպիսին որ կա, գոնե այդ տարածքը այսպես ձևափոխման չենթարկվեր, գոնե։ Ցավոք, կարդ, եթե մեկ նախադասությամբ ասես, հա, ինչպես սկսել վերանորոգումը, որ, չգիտեմ, չկորցնես ոչ նյարդեր, ոչ գումար։ Ահա, սկսենք հենց նյարդերից, անպայման պետք է գիտակցել, որ process-ը երկար է լինելու եւ շատ ցավոտ։ Եվ ես միշտ խորհուրդ եմ տալի, որ իսկապես հոգեպես պատրաստվել այդ փուլին, որովհետև դուք հասկանում եք, որ ձեր առօրյան խախտվելու է, հա, ձեզ անընդհատ զանգահարելու են, դուք անընդհատ գումար եք ծախսելու եւ այդ ծախսելու պատճառով էլ շատ հաճախ մարդիկ նյարդային են դառնում, որովհետև սովոր չեն, որ անընդհատ իրենցից ինչ-որ գումար ուզեն վարպետներն էլ շատ հաճախ իրենց ուզածը չեն անում եւ այլն, այսինքն հոգեպես պատրաստ եղեք, մնացածը կարծում եմ մասնագետներին դիմել է շատ կհեշտացնի, այսօր կան շատ ծառայություններ, երբ արդեն ընկերությունները իրենք են վերանորոգում ձեր փոխարեն, իսկ դուք ընդհանրապես գնում եք վերահսկում եք երբեմն եթե ունեք հնարավորություն ֆինանսապես, այսպես ավելավ է խնայեք ձեր ժամանակը եւ վստահեք մասնագետներին։ Հրաշալի, հա, այս շատ կարևոր որոշում է կարծում եմ, որը շատերի դեպքում ենթադրում եմ, որ նաև կա ֆինանսական հնարավորությունը, բայց դեռ չունեն այդ վստահությունը մտքային իմաստով, որ նայեք, ես գործը հանձնենք պրոֆեսիոնալներին ու հեղինակային վերահսկողությունը շատ բանից է ձեզ ազատում, վերջնական փուլում իհարկե կարող եք միանալ, հա, կահույքի ընտրություն եւ այլն, էլի վստահելով դիզայներին, բայց ամեն դեպքում դուք եք ապրելու այդ ինտերիերում, կարող եք, հա, ձեր ձեռագիրը ունենալ, բայց մեծաշո նույնիսկ ես, որ այս գործում եմ, եթե նոր բնակարան ձեռք բերեմ, վստահաբար այս անգամ հաստատ ես ինքս ոչինչ չեմ անելու, կվստահեմ ընկերությանը, ինչ որ թիմին թող զբաղվի, այո, ես ընդամենը կվերահսկեմ եւ վերջնական արդյունքը կվայելեմ։ Հրաշալի։ Լավ, եւ մեզ ասա ինչ պլաններ կան այս դեպքում շարունակականության հետ կապված տուն տեղից։ Ինչ պլաններ ունեք, գնալու եք 11, 12, ինչ եք մտածում այս մասին։ Ես կարծում եմ տունտեղը կլինի այնքան երկար, որքան պահանջարկ կա առասարակ տան հետ կապված, որովհետև ես իսկապես շատ եմ սիրում այս ոլորտը ու չեմ ուզում հրաժարվեմ։ Եղել են պահեր, որ տունտեղի պատմության մեջ էլ դժվարություններ, որ մտածում էինք, որ միգուցե մյուս եթերաշրջանից կդադարեցնենք, բայց կրկին նոր գործընկերներ, նոր այսպես հետաքրքիր նախագծերը ոգեշնչել են մեզ, որ շարունակենք ստեղծագործել ու կրկին անցնենք այդ նույն պատմությունը։ Դուք պատկերացրեք, մարդ իր կյանքում քանի անգամ է վերանորոգում ունենում, հա, 1, 2 մաքսիմում կամ 3։ Ես արդեն 10 վերանորոգում եմ ունեցել, այնպես որ յուրաքանչյուր անգամ այ ինչ որ ասում էին նյարդերի հետ կապված, ես ինքս համոզում եմ, որ նորից պետք է այս ամեն ինչը ապրեմ ու ամեն անգամ նոր մարդիկ, նոր պատմություն, նոր ինտերիեր դիզայնի, այսպես ուղղություն ընտրված, որը լրիվ նոր մարտահրավերների այո, փորձության առաջություն է լինում, այսպես, այսինքն անընդհատ նույն խնդրի շուրջ պտտվում ենք։ Կային, բայց ինձ նաև միևնույնն է շատ հետաքրքրեց միաժամանակ Երևանում եւ Փարիզում զուգահեռ արվող վերանորոգման process-ը։ Ոնց եք այդ անելու, այստեղ նկարելու եք, աշխատանքները շարունակվեն, մեկնեք Փարիզ նկարահանեք։ Ես արդեն Փարիզ մեկնել եմ ու սկսել ենք նկարահանումները։ Նկարահանումները կատարվում է Փարիզի նկարանող թիմի կողմից եւ դիզայները Գարո Քեդիկյանն է, որը հայ ազգի հայտնի բավականին լուրջ հայտնի դիզայներ է ու հենց Փարիզում է, այո, իր բնակարանն է վերանորոգում, բավականին մեծ բնակարան ու շատ հետաքրքիր ոճ է ընտրել, օգտագործելով անտիկ իրերի եւ շատ ուլտրաժամանակակից այսպես կահույքի էլեմենտների համադրում,
կարծում շատ հետաքրքիր կլինի, հա, շենքն էլ որ բնակարանն է գտնվում, շատ հին է, այնպես որ այսպես պատմական շենքում է գտնվում, այո, հենց քաղաքի սրտում, կարծում հետաքրքիր կլինի մեր հայ հեռուստատիտողներին հետևել, հա, ինչ է կատարվում մեր ինտերիերում եւ ինչ է կատարվում իրենց ինտերիերում։ Իրականում մի գաղտնիք ասեմ, այնպես չէ որ մեր ինտերիերը զիջում է Փարիզի ինտերիերին, այնպես որ տեսնենք թե Բայց process-ը ոնց է լինել։ Ցույց եք տալու, որ օրինակ Երևանում ես ներքին վճարեցինք 10000 դրամ, Փարիզում վճարեցինք 20 եվրո կամ 30։ Իրականում մենք շատ հաճախ այդ գումարային հարցերը չենք բարձրաձայնում, ավելի շատ խոսում ենք որակի մասին եւ լուծումների մասին, թե օրինակ ինչ լուծումներ տրվեց, օրինակ ինչ ներք օգտագործվեց առաստաղի համար Փարիզի բնակարանում եւ ինչ օգտագործեցինք մենք այստեղ եւ ներսից վստահ եմ նկատել ես որ տարբեր երկրներում շատ տարբեր է վերանորոգման այսպես մեթոդները, այնինչ օրինակ Հայաստանում ընդունված է, դրսում շատ թանկ է օրինակ օրինակ բնական փայտի կիրառումը Հայաստանում շատ տարածված է, բայց դրսում այնքան էլ հիմա ակտուալ չէ, որովհետեւ բարձր արժեք ունի, այնպես որ այսպես մրցակցության արդյունքում կհասկանանք, հա, որ ինտերիերն է ավելի ֆունկցիոնալ, ավելի գեղեցիկ եւ ժամանակակից։ Վау, այս շատ հետաքրքիր է իրականում, միաժամանակ համեմատել Երևանի եւ Փարիզի բնակարանները։ Շնորհակալություն Կարեն, որ եկար մեզ, շնորհակալություն որ պատմեցիր մեզ այս ամենի մասին, բայց մենք այսքանով բաց չենք թողնում։ Այս պայն ունենք գովազդ, որից հետո ունենք քեզ համար խաղ, բայց դրա մասին քեզ կասեմ գովազդից հետո։ Շատ լավ։ Գովազդ։ Ձերտուն է բերում, որ հեռուներում կարոտ ես մանել, երբ կոմ է հավետ, մոտիկն ու հեռում, ուր գնամ, ուր ծապարեմ, երբ ամեն ճամպան, ձերտուն է բերում, Մոտիկն ու հեռում Ետ նայր ու տես, քեզ սիրում եմ Ետ նայր ու տես, որ առանց քեզ սանջվում եմ Ետ նայր ու տես, որ սիրտս տարապում եմ Ետ նայր ու տես, որ ես քեզ շատ սիրում եմ Առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը Առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեր սիրո իմ կյանքը ավարտվում է Ետ նայր ու տես, որ ես քեզ սիրում եմ Ետ նայր ու տես, քեզ սիրում եմ Ետ նայր ու տես, որ առանց քեզ սանջվում եմ Ետ նայր ու տես, որ սիրտս տարապում է Ետ նայր ու տես, որ ես քեզ շատ սիրում եմ Առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը Առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեր սիրո իմ կյանքը ավարտվում է Ետ նայր ու տես, որ ես քեզ սիրում եմ Մենք կրկին ներսում ենք եւ հիմա խոստացված խաղի ժամանակն է Կարենի հետ պիտի խաղանք եւ ասեմ որ Կարենը իր կարիերան սկսել է երգով, այդ մասին ձեզ արդեն պատմել եմ եւ նա 100-ից ավելի երգերի հեղինակ է։ Կարեն, խնդրում եմ ասա քո top 3 երգերը, որոնց մասին հանդիսատեսը կիմանա հենց հիմա։ Օ, Սիրուշո, շատ լավ ոչինչ, ժամանակին բավականին հայտնի երգեր, հիշում ես երևի։ Հիշում եմ։ Հայտնի էր նաեւ Շուշան Պետրոսյանի Sunrise-ը, հիշում եմ որ մրցանակաբաշխությանը հետաքրքիր մրցանակ ստացավ ազգային երաժշտական եւ կհիշեմ երևի Սոնա Շագիլյանի եւ Մգերի երգը, որը կրկին շատ հայտնի դարձավ այդ շրջանում։ Հիթերի հեղինակ փաստորեն Կարենը այս պահին ինձ հետ պիտի խաղա մի խաղ, որը ներսում առաջին անգամ ենք խաղալու եւ օրենքները խախտած ենք խաղալու, որովհետեւ մենք պիտի փորձենք մի հարվածով դե սուտ կլինի կարծում եմ սա ամեն դեպքում, բայց մտցնել մինչև վերջ այս քոթուկի մեջ մեխի մասին է խոսքը, ընդամենը եւ մուրճի հարվածով։ Ով է սկսում։ Չինգո անենք կար։ Գնացինք։ Ես չինգոել եմ շատ խաղ, բայց առաջինը շատ դժվար կլինի խփելը կարծում եմ, որ ամեն ինչ շուրջ չտանք։ Քանի որ դու վերանորոգման մեջ ես, քեզ պրակտիկա է պետք։ Էնել ոնց։ Ну առաջինը շատ ուժեղ պետք չի խփել կարծում եմ։ Ապրես։ Քոթ։ Սպասի։ Կբռնես։ Ես դրա կարիքը չունեմ։ Դու վերանորոգման մեջ չջարդես մատը։ Իրական շատ թույլ էր։ Ես վերանորոգման մեջ կամ այնքան որ եթերում տպավորություն լինի որ կամ, բայց իրականում չկամ։ Մենք կտեսնենք հիմա ինչքանով կաս։
Ատենց կարելի, հա։ Իհարկե։ Դուք ասում ես մի անգամից կարող։ Ինձ թվում է դե չենք կարա բռնենք ես։ Տեսնեմ։ Չէ, ես ուզում եմ ամեն դեպքում Բաճի։ առանց Լավ։ Ոչինչ։ Ահա։ Աչես։ դժվար է։ Շատ ուժեղ խփելու դեպքում շեղվելու կարելի է ուղղել։ Ուղի։ Փուստերս։ Չէ, մենք կոտրելու ենք աշտից։ Չեմ կարծում։ Կոտուկը։ Գնացինք։ Օհո։ Կրքերը թեժանում են։ Հեշտ չի, հեշտ երևում է։ Այդպես թվում է ձեզ թե հեշտ է։ Նորից։ Այդպես կմնանք ստեղ կար։ Այո։ Արի երկու Գնաց։ անգամ խփիր։ Երկու անգամ։ Բայց մի հատ էլ երկու անգամ անենք, որտեվ արդեն վերջն է մոտենում։ Ահա, արագացնենք։ Գնացինք իմ երկրորդը։ Օհո, Կայծեր։ Կայծեր նույնիսկ։ Կայտակ ամպրոպ։ Օ։ Ահա, այս արդեն Սպասի, ծռում ես մի հատ էլ ունեմ։ Այ սինկրոն։ Գնացինք։ Ահա, Քիչ-քիչ մի հատ ծռվում էլ։ է։ Ասես դու վստահ ես որ մեզ կհաջողվի։ Կարծում եմ, հույս ունեմ կար։ Ներսես պետք չի Բայց հաջողվի։ այստեղ ինչ-որ բանի է ինձ թվում է Պարկասրա դա կպել, մեզ չի որովհետև հաջողվելու։ չի գնում ներս, արդեն ծռվում է։ Մեզանից լավ արպետ չստացվեց այնպես որ Ներսես աղթեց։ Կարելի ծափարեք շատ, ված կար, սպասի, ես ուրեմն քո տորթը։ Ահա։ Դի հետ Ներսեսը տիպիկ հայկական վարպետների վարքագիծ ցուցաբերեց։ Այո։ Շատ ոստոտ քոթուկ էր Ահա։ եւ չհաջողվեց մեզ։ Կարեն, շնորհակալ տեքստս ասեմ, նոր քիչ մոմը։ Շնորհակալություն քեզ որ եկար ներս, շատ ուրախ եք ես տեսնել ներսում։ Շնորհակալություն որ բերեցիք ես դրական էներգիան ներս, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Սպասում եմ 20-րդ եթերաշրջանին։ Ձեր հաղորդաշարի, այո։ Ու շնորհակալություն է ձեր կատարած աշխատանքի համար, որ վստահ եմ այս աշխատանքի արդյունքում շատ մարդիկ ջերմություն ու ժպիտներ են ստանում ձեր շնորհիվ։ Մենք էլ շնորհակալ ենք մեր բոլոր հեռուստադիտողներին այս տարիների ընթացքում մեզ հետ լինելու համար, շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որովհետև առանց նրա անհնար էր իրագործել։ Շնորհակալություն ևս մեկ անգամ ու շնորհավոր 10-րդ եթերաշրջանը։ Եթերում ներսարի գիշերային շոուն է, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, մնացեք բարով, կհանդիպենք շատ շուտով։ Կարեն, շնորհավոր մի անգամ էլ։ Գրացինք։ Գնացինք։ Donig,